Ալտերնատիվ։ Սա բանակցությունների ամենակարևոր կետն է, եւ հեսա ես ասեմ Արսենը հաստատ կհաստատի, որ իրանց ամենաուժեղ կետերից մեկը հենց ալտերնատիվն է, նույնիսկ Հարվարդյան մեթոդ կա բանակցությունների, այս ալտերնատիվը կոչվում է բատա թե բատնա, իմաստը հետեւյալն է, որ երբ որ դու բանակցության ես նստում կամ բանակցության ես գնում, եթե այդ բանակցությունը չլինի, ինչ B տարբերակ ունես, ինչ պլան B ունես, Արսենենց պլան B-ն, ինքը հենց խոսքի մեջ էլ նշեց, չէ՞ որ մենք ունենք այսքան պրոյեկտ, հետեւաբար, եթե մենք նոր պրոյեկտ չվերցնենք, մեկը մեր, չգիտեմ, ամիսը 10 միլիոնի վաճառքը մենք ունենք։ Դա շատ ուժեղ պլան B է։ Երբ որ դուք այս կարգի ալտերնատիվ ունեք, դուք արդեն բանակցությունների մեջ եք մտնում լրիվ ուրիշ կարգավիճակով։ Հիմա պատկերացրեք այս ալտերնատիվը, հա, հեսա կարճ ավարտեմ, այս ալտերնատիվը Արսենենց կարիերայի ամենասկզբում, երբ որ դու անում ես բիզնես, այդ քեյսերը դեռ չկան այդ մեծ պորտֆելը ու դու պետքա օրինակ տուն պահես, այսինքն կամ օֆիս պահես, օֆիսի բանն է, չգիտեմ, այս ամսվա վարձը 2 օր է մնացել, խտաստում եմ գույները, եւ դու մի հատ գործարքի պետքա համաձայնվես ու գիտես որ այդ գործարքը եթե չեղավ, դու օֆիսից պիտի դուրս գաս։ Կամ այդ տունը պիտի հանձնես։ Ստեղ ալտերնատիվը խիստ թուլանում է եւ պարզա որ դու բանակցության ես մտնում արդեն լրիվ ուրիշ դերից, ուրիշ դիրքից։ Այստեղ ինչ լրիվ համաձայն եմ, ինչ ավելացնեմ էլի։ Եթե դիմացինը տեսնում է որ դու ալտերնատիվ չունես, կարևորը դու իմանաս ինչ ունես, ինչ չունես, բայց եթե դու դա ցույց ես տալիս դիմացինին, դու արդեն всё կրվեցիր էլի։ Իրականում ցանկացած կռվի մեջ պիտի մտնես պարտությունը ընդունելու մտքով։ Եթե կան գործընկերներ, ովքեր ընդհանրապես չեն կարող մերժում ընդունեն ու չեն կարող ոչ լսեն ու այդ մարդկանց հետ նույն այդ շագերտար մանիպուլյացիան էլ այդ տիպի գործարքներում ու ամենաթանկ գնով վաճառել ինչ որ մի բան, եթե խիղճ չկորցնես, ամենահեշտն է այդպես լինում, որովհետև մարդու, օրինակ մեր դեպքում ինչ է լինում, չէ, ես ուզում եմ հենց Red Invest-ը անի, այս արտահայտությունը իր համար նստում կարող է նստել թանկ էլի իր այն ծառայությունը, որ ինքը կարող ավելի էժան առներ։ Այո։ Բայց քո ասած դեպքերից էլ է շատ եղել, որ մենք ալտերնատիվ չենք ունեցել, այս սկզբում նամանավանդ, բայց մենք ենք իմացել դրա մասին։ Այսինքն, եթե դու ասում ես դες ալտերնատիվ չունեմ, հա համաձայն եմ, всё, դու կորցրիր քո դեմքը, քո ստատուսը, ամեն ինչ էլի, դրա համար բիզնեսի բոլորս էլ բիզնեսմեն ենք, գիտենք, հա, բիզնեսի աշխարհը շատ ժոստկի է, ու այդ խիշնիկի ինստինկտը բոլորիս մոտ արթնանում է, անկախ ընկերներ են, թե ընկերներ չեն, ու միանում այդ մրցակցային բանը, էլի, մոդը, երբ որ դու բիզնեսի մեջ ես, դրա համար լավ կլինի թուլ կետերի մասին դու իմանաս մենակ ու քո թիմը, իսկ բանակցությունների ժամանակ դու եթե անգամ հարային ինչ-որ թուլ կետ կա, առաջինը դու սկսես դրանից։ Օրինակ ես, եթե ինչ-որ մի հատ պրոբլեմ մեր մոտ խնդիր է ունենում, ու ես գնում եմ ինչ-որ բանակցություն, վերցնենք, մի հատ շինթույլտվություն է բրծել, այդ շինթույլտվությունը պետք է երկարացնենք, մի անգամ տես քեզ ունեցել ենք, մենից աղմուկ բարձրացավ բանում, երկրում, կարելի ասել, որտեղ տարբեր տեղերից առել էին, ինձ ով ասես զանգում էր, այսինքն պահակները մուտքի մոտ եւ այլն, սա արդեն հարստում է, որտեղ հետաքրիր է իրանց քո ֆեյլը առաջին, էլի հասկանում ես, ուզում են ֆեյլիտ մասնակիցը լինել։ Այստեղ առաջինը որ մենք ենք ամեն բանակցության արդյունքում ժամանակ, երբ որ այս տիպի գործարք էլի մենք պետք է անենք, հա, վերցնենք կառուցապատման քեսա, մի ուրիշ կառուցապատող եկել է մեզ ինչ-որ պատվեր տա։ Առաջինը ես էի ասում, որ մի հատ sense խնդիր ունենք, որը sense բան ունի, այսը կլուծենք, բայց սաղ աշխարհը դրա մասն է խոսում։ Այդի չունենալու համար քո դեպքում sense բան պետք է անենք, այսինքն ցանկացած toolkit առավելություն վերածելու այդ ստրատեգիան, ամենասկզբից ասելու ստրատեգիան շատ կարևոր է իմ կարծիքով, որովհետև եթե դու սկզբից չես ասում ինքն է հարցնում, դու արդեն արդարանում ես, էլի, ոչ թե ասում ես։ Ալտերնատիվների հետ կապված թեման, հա, այս toolkit-երի ու ալտերնատիվների հետ կապված էր թեման, ամեն դեպքում իմ հիմնական մեսեջը երևի այնա, որ ոչ մի կետում ոչ մեկ չիմանա քո ալտերնատիվ չունենալու մասին։ Ես էլ ինչ բանակցության մեջ մտնում եմ, իրականում վատագույն ելքը պատկերացնելով եմ մտնում այդ բանակցության մեջ ու պատրաստ եմ դրան։ Իսկ թվում է բոլորս պետք է այդ մասը ունենանք, էլ ինչով ենք դուրս գալու, որ էքստրա չվճարենք, էմոցիոնալ չվճարենք այդ բանակցության արդյունքում։ Եվ իդեպ ասեմ ալտերնատիվի թեման
կարմիր թելով ամբողջ մարդկության պատմությունով անցել է, նույնիսկ հայտնի զորավարներ կան, որ այս թեմայի մասին խոսել են, օրինակ այն արտահայտությունը, երբ ասվում է գրավելով քաղաքը, չեմ հիշի զորավարի անունը հիմա, եթե հիշեք, գրավելով քաղաքը միշտ ելքի տեղ թողեք բնակչությանը զորքին, որտեղ եթե սաղ ճանապարհները փակեք, դուք իրանց չեք հաղթի։ Իրանք կկռվեն մինչև վերջ, հա? Սա ալտերնատիվի բացակայության մասին, դու մարդուն ասում ես կամ մեռնում ես կամ կռվում ես։ Պարզա ինքը կռվելու է, որտեղ կռվելու շանս կա, որ կապրի, հա? Բայց երբ որ դու ասում ես կամ կռվում ես կամ փախնում ես ու ապրում ես, պարզա ինքը փախնելու է։ Հետևաբար ալտերնատիվի արկայությունը թե քո թե դիմացինի կողմից այդ ամենակարևոր կարելի ասել այն ծանրության կենտրոնն է, որի վրա հենվում ես դու, իսկ որից ռեսուրս է ստանում քո դիմացի կողմի նստածը, իր ալտերնատիվից։ Պատկերացրեք հիմա Արսենի դեպքում կան շուկայում էլի Արսենենց նման 10 ընկերություն, ովքեր էլի նույն ցիվիլ, էլիտար, թույն ձևով այս գործը անում են, եւ դիմացի կողմը երբ որ գալիս է, ինքը մի հատ էլ ուրիշ բան ունի, հա, ունիկալություն ունի, չգիտեմ, ինչ պրոյեկտ ունի, որ Արսենը ուզում է այդ իրանց բանում լինի, պորտֆելում լինի, գալիս Արսենն ասում է, գիտես ինչ, հենց հիմա 9 ընկերություն կա, որոնք էլի պատրաստ են այս մասովի հետ համագործակցեն, բոլորի հետ հիմա արդեն նախնական սկսել են բանակցությունները, եկել եմ արդեն կոմոդ։ Այսինքն սա Արսենի համար հստակ ինդիկատոր է, ինչից է ինքը ռեսուրս վերցնում այդ բանին, բանակցությունների մեջ։ Ինքը ռեսուրս է վերցնում նախորդ 9 հոգուց։ Հիմա պատկերացրեք Արսենը մի պահ դուրս է գալիս սենյակից, տղեկից մեկին ասում է՝ «Կարաք մի հատ ճշտեք, այս բանում գեղարվեստական սցենար եմ գրում, կարաք մի հատ ճշտեք, ինչ փուլում է»։ Տղեկն էլ իրանց կանալներով ճշտում են, Արսենին նամակ են գրում, ասում են 9-ից 8-ը չեն կարացել այդ գործը վերցնեն, այն մի հոգին էլ ավելի մեծ տոկոս է ուզել, քան հիմա սեղանին դրված է։ Միանգամից էլի փոխվում է իրերի դրությունը եւ արդեն էլի այստեղ մենք գույները խտացնելով ու նոսրացնելով ցույց ենք տալի ալտերնատիվի էֆեկտը։ Շատ լավ միտք եկա մոտես, որ բանակցությունների ժամանակ ալտերնատիվ լինելու համար արդեն այստեղ մի քիչ ուրիշ ալտերնատիվը ուրիշ կոնտեքստում է։ Մենք շատ հաճախ մրցում ենք գնի ռազմավարությամբ ու գնով ենք պատկերացնում, որ պետք է ցածր արժեք առաջարկենք, որ մեզ ընտրեն, էլի բանակցության մեջ։ Լևոնը այն հանդիպանը վերջերս նստած ենք, 2 ժամ խոսացինք, մեր գործընկերները ասին դե ձեր ծառայության արժեքը ինչքան է, ասի դե այսքան է, ասես բայց դա 2 անգամ շատ է, ասի մերը միշտ է 2 անգամ շատ եղել, բայց գինը բարձր չէ, արժեքն է ուրիշ։ Իրանք ֆռացին եկան, ասին չէ, ուզում ենք դուք անեք մեր ծրագիրը, որտեվ իրականում այդտեղ մարդու հասկանում ես, ինքը չի ուզում ցածր գնով ինչ որ ծառայություն, ինքը ուզում է լավ ծառայություն, այն ծառայություն ինչ որ դու փաթեթավորել ես իր համար, էլի։ Ալտերնատիվ լինելու համար կարծած ունենալու համար նաև պետք է հասկանալ, որ գնի ռազմավարությունը, գնով կողմնորոշվելու ռազմավարությունը միշտ չի որ հաղթում է բանակցություններում։